Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք UEFA կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի Փյունիկ մարզաշլոք հանդիպան նախախաղային մամուլի ասուլիսը գլխավոր մարզիչ Արտակ Օսյանի եւ պաշտպան Միխայել Կովալենկոյի հետ։ Կխնդրեմ սկզբում հարցերը ֆուտբոլիստին, որպեսզի նա կարողանա միանալ թիմին, որից հետո արդեն խոսենք գլխավոր մարզչի հետ։ Եվս մեկ խնդրանք, բոլոր հարցերը հնչեն հայերեն լեզվով։ Շնորհակալություն։ Հարցեր Կովալենկոին։ Հրաչ։ Բարև ձեզ, Միխայել, դուք սկսում եք ձեր 5-րդ սեզոնը Փյունիկում, արդեն թիմի հենաբնակներից եք կարելի ասել, արդյոք կա ինչ-որ նպատակ Փյունիկի հետ, որ կցանկանայիք հասնել հենց այս ակումբում եւ ինչպես է ձեր մարզավիճակը այս պահին։ Миш, ты уже 5-й сезон в Пюнике, и какие у тебя цели именно в этом сезоне, и какое у тебя физическое состояние прямо сейчас? Баравдзес. Да, мне очень приятно уже такое долгое время находиться в клубе. Задачи всегда ставлю себе самые максимальные. На Еврокубке это, конечно же, выйти в групповой этап, на чемпионат, естественно, чемпионство, выиграть кубок. То есть самые максимальные цели я ставлю перед собой. Դե իհարկե շատ հաճելի է ներկայացնել այս ակումբը, իհարկե ամենաբարձր նշաձողերն եմ դնում միշտ իմ առջև, Հայաստանի առաջնությունում դա դառնալ չեմպիոն եւ նվաճել Հայաստանի գավաթը, իսկ եվրագավաթներում հասնել միջև հիմնական փուլ։ Շնորհակալություն։ Այլ հարցեր Միխայելին, խնդրեմ։ Միխայել, հաշվի առնելով երկար չվերթը դեպի Մալթա եւ գնալ հետ գալ, ինչքանով եք հասցրել հենց դուք վերականգնվել նաեւ ամբողջ թիմը։ Миш, считая долгий полет в Мальту и обратно, насколько вы уже успели восстановиться, ты именно и вся команда в общем? У нас достаточно времени было до этого матча. Вот, я считаю, мы полностью восстановились и отлично готовы к завтрашней игре. Դե ունենք բավականաչափ ժամանակահատված վերականգնվելու համար, այնպես որ ամբողջությամբ պատրաստ ենք, վերականգնվել ենք եւ կարող ենք առաջիկայում հանդիպում անցկացնել։ Այլ հարցեր, խնդրեմ Էրիկ։ Միխայել նախկինում հանդես էր գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում, սակայն պարոն Օսյանի գալուն պես դարձար հիմնական ձախ պաշտպանը, որ դիրքում ես քեզ ավելի լավ զգում։ Миш, в основном ты играл центрального защитника, но после прихода Артака Осяна ты начал еще играть левого защитника. Какая лучшая позиция для тебя и насколько ты хорошо себя чувствуешь в этой позиции? Ну, вообще в карьере у меня больше игр фланговым защитником, как раз-таки левым. Вот, но я могу играть и справа, и в центре, поэтому в целом мне без разницы, где играть, вот главное играть, но больше всего нравится слева, где я сейчас играю. Դե հիմնականում ես հանդես եմ եկել որպես եզրային պաշտպան, բայց իմ համար տարբերություն չկա, որտեղ ես խաղամ կենտրոնում թե եզրերում, կարևորը խաղամ, բայց եթե հարցը հնչել է որ դիրքում է ավելի հարմար, հիմնականում եզրում խաղալը։ Այլ հարցեր Միխայելին։ Ով, խնդրեմ։ Միխայել, եթե կարելի է երկու խոսք ասա մրցակցի մասին, ինչ տպավորություն թողեց առաջին խաղում քեզ վրա այդ թիմը։ Миш, немножко о сопернике. Что скажешь о сопернике после первого матча? Ну, мы уверенно выиграли, но команда умеет играть в футбол, они создали несколько моментов, где могли забить. Вот, поэтому с нашей стороны нам нужно максимально хорошо быть готовыми в каждом эпизоде, вот, чтобы никаких неприятностей они нам не доставили. Դե ճիշտ է մենք վստահ կարողացանք հաղթել առաջին խաղում, բայց մրցակիցը լավ թիմ է, որը կարողացավ մի քանի պայր ստեղծել մեր այդ առաջին հանդիպան ընթացքում, պետք է առաջիկայում շատ ավելի լավ հանդես գանք, որպեսզի եւս կարողանանք դրական արդյունքի հասնել։ Այլ հարցեր Միխայելին։ Спасибо, Миш։ Մամուլի ասուլիսը կշարունակենք արդեն գլխավոր մարզչի հետ, խնդրեմ հարցեր պարոն Օսյանին։ Վլադիմիր Լուշյան ստեղ։ Պարոն Օսյանը առաջին հանդիպման ժամանակ թիմը կարելի ասել մեծ ծավալի աշխատանք կատարեց եւ այդ թռիչքը դեպի Երևան այդ ընթացքը թիմը հասրել է վերականգնվել եւ ինչպես է հիմա իրեն զգում ընդհանուր մարզավիճակը։ Ճիշտ նկատեցիք, մենք բավական դժվար թռիչք ունեցանք, ճանապարհ ունեցանք
Բայց կարևոր էր այդ հաղթանակը, ինչպես գիտեք, միշտ էլ հաղթական էմոցիաները, դրական էմոցիաները օգնում են էլ ավելի արագ վերականգնվելուն, համենայն դեպս հոգեբանորեն, թե հոգեբանորեն, թե ֆիզիկապես թիմը լիարժեք ու լիովին պատրաստ է վաղվա խաղին։ Շնորհակալություն, խնդրեմ։ Պարոն Օսեյան, հաշվի առնելով առաջին խաղում տարած վստահ հաշվով հաղթանակը, կարող ենք վաղվա խաղում տեսնել թե կազմի եւ թե տակտիկական առումով որոշակի փոփոխություններ։ Բնականը կազմի ու տակտիկայի առումով ոչ մի բան չեմ ասի, վաղը կտեսնեք, բայց մի բան կարող եմ ասել, մենք բավական լուրջ ենք տրամադրվել վաղվա խաղին, ես տղաներից պահանջել եմ, որ ամենաբարձր կենտրոնացումով մտնեն խաղադաշտ, այնպես որ սպասում ենք նորից շատ դժվար խաղ, իրականում ճիշտ է, հաշիվը առաջի խաղի կարող է խաբուսիկ թվալ, բայց բավական դժվարությամբ այդ հաղթանակը մեզ տրվել ու վաղը նույն կենտրոնացումով մենք պետք է նույն մոտեցումը ունենանք վաղվա խաղում։ Շնորհակալություն, պարոն Օսեյան, խնդրեմ Արման։ Արման Զաքարյան, առաջին ալիք, պարոն Օսեյան, հետաքրքիր է հոգեբանական կողմը նշեցիք, 0-0-ն այլ հաշիվ է, 3-0-ն այլ հաշիվ, արդյոք թիմը սկսելու է պայքարել 0-0-ից, մենք տեսանք Արմենիայի օրինակը, որ առաջին խաղակեսում թիմը խնդիրներ ունեցավ, բայց հետո ամեն դեպքում կարողացավ գլխավոր խնդիրը լուծել, երկրորդ փուլի ուղեգիր նվաճել, եւ մյուս մասը հաշվի առնելով, որ նախորդ հանդիպումը Մարտաշոկի հետ մրցաշրջանի առաջին խաղն էր եւ արդեն մի քանի օր անցել է, վստահ եմ վերլուծել եք, ինչ խնդիրներ կային եւ որքանով է այսօր թիմը պատրաստ լուծել այդ խնդիրները։ Նախ ինչ վերաբերում է հաշվի ազդեցությանը, իհարկե ոչ մեկ ապահովագրված չի, որ ամեն ինչ լինելու է այնպես, ոնց որ մենք ենք ցանկանում, բայց նորից նշեմ, մենք բավական դժվար խաղ ենք սպասում ու մենք թիմի հետ զրույց ենք ունեցել, մենք մաքսիմալ կենտրոնացած պետք է մտնենք դաշտ ու ինչպես նշեցիք, վաղը սկսում ենք 0-0 հաշվից։ Այդպիսի տրամադրվածություն ենք ունենալու։ Մեկ էլ կներեք երկրորդ հարցը հիշացրեք։ Թերություններ կային նախորդ խաղում, որ այսօր այս կազմով թիմը կարող է լուծել։ Բնական է, յուրաքանչյուր խաղում էլ թերություններ լինում են, առավել եւս, որ մենք խաղային սխեմա ենք փոխել, որոշակի դետալներ կա, որոնց վրա աշխատել ենք ու վաղը հուսով եմ, որ այդ փոփոխությունը էլ ավելի լավ ազդեցություն կունենա մեր խաղի վրա։ Շնորհակալություն, այլ հարցեր պարոն Օսեյանին։ Խնդրեմ Երիկ։ Պարոն Օսեյան, արդյոք գոհ եք թիմի սելեկցիայից, թիմից հեռացել են առանցքային ֆուտբոլիստներ, մասնավորապես առաջատարներից մեկը, Խավի Մորենոն, արդյոք ավարտվել է սելեկցիայի աշխատանքը եւ եթե ոչ, որ դիրքերը կցանկանայիք ուժեղացնել։ Բնական է, չեմ կարող գոհ լինել այս պահին սելեկցիայից, բայց մենք այդ առումով այս պահին աշխատում ենք ու միանշանակ պետքա ձեռքբերումներ ունենանք ու միայն Խավի Մորենոն չի, որ հեռացել է, այլ խաղացողներ նույնպես հեռացել են, որոնք կարևոր էին մեզ համար։ Կունենանք միանշանակ ձեռքբերումներ ու հիմնականում կունենանք առջևի գծի ֆուտբոլիստների տեսքով։ Շնորհակալություն, այլ հարցեր պարոն Օսեյանին, խնդրեմ։ Պարոն Օսեյան, նորից չթերագնահատելով իհարկե մրցակցին, կարելի ասել հաջորդ փուլի մասին, եթե կարելի է խոսենք, հաջորդ մրցակիցը շատ ավելի զորեղ է, մտածում եք արդյոք արդեն հաջորդ խաղի մասին, ինչպես եք պատրաստվելու։ Միանշանակ կարող եմ ասել, որ մենք կենտրոնացած ենք վաղվա խաղի վրա եւ ոչ մի դեպքում հետագան չենք նայում։ Խաղից հետո արդեն ըստ հաշվի նոր կարող ենք անդրադառնալ մյուս փուլին, եթե իհարկե հաջողենք վաղը։ Շնորհակալություն, այլ հարցեր Հրաչ։ Պարոն Օսեյան, հարցս ավելի ընդհանրական է, կա որևէ մինիմալ եւ մաքսիմալ խնդիր այս մրցաշրջանում, կա որևէ մինիմալ եւ մաքսիմալ խնդիր այս մրցաշրջանում թիմի առջև դրված եւ եվրոգավաթներում եւ ներքին մրցաշարերում։
Ներքին մրցաշարերում ասեմ, այո, կա, մենք նույն նպատակներն ունենք, բնական է, մենք Փյունիկն ենք եւ ամենաբարձր մաքսիմալ նպատակների համար ենք պայքարելու, թե չեմպիոնություն, թե գավաթ, ինչ վերաբերում է Եվրոպային, մենք փուլ առ փուլ ենք առաջ գնում։ Մեր առաջնային նպատակը այս պահին անցնել հաջորդ փուլ։ Շնորհակալություն, այլ հարցեր։ Խնդրեմ փոխանցեք։ Մալթայի խաղում մի քանի նորեկներ փոխարինման մտան, ինչ տպավորություն եք ստացել նրանց խաղից։ Եվ երկրորդը նոր ֆուտբոլիստը Գրիֆիցը, չէ՞, ինքը չմասնակցեց, ինչն էր պատճառը, որ չմասնակցեց։ Նախ նորեկների մասին հաշվի առնելով, որ նոր են թիմում, դեռ ադապտացիայի, խաղային ադապտացիայի եւ փոխըմբռնման խնդիր ունենք, հաշվի առնելով առաջի խաղը, կարող եմ ասել, որ գոհ եմ, այդ ադապտացիան բնականon հունով է գնում, ինչ վերաբերում է Գրիֆիթին, նա ուշ է մեզ միացել, այդ խաղին պատրաստ չէր դեռ րոպեներ ստանալ, բայց հուսով եմ վաղը նա այդ րոպեները կլրացնի։ Շնորհակալություն, այլ հարցեր։ Խնդրեմ Երիկ։ Պարոն Օսեյան, կցանկանամ հարցնել Գոնսալո Միգելի մասին, ով դեռ գարնանային հատվածին միացավ թիմին, սակայն դեռ հանդիպում չի անցկացրել։ Կցանկանամ կարծիք հայտնեք նրա մասին։ Ճիշտն ասած, Միգելին մենք վերցրել էինք, այսպես ասեմ, թեստավորման համար նայելու, նա իրականում մեր մոտ արենդայով է, վարձավճարով է եւ նրա վարձավճարը վերջանում է օգոստոսի վերջ եւ ամենայն հավանականությամբ նա հետ կվերադառնա իր թիմ։ Շնորհակալություն։ Վերջին հարցը խնդրեմ։ Ուղղակի պարոն Օսեյան, ինչ որ ուղերձ ունեք եկեղեցիներին, թե Նախ ես նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին, որոնք աջակցեցին մեզ Մալթայում, եւ իմ խնդրանքն ու կոչը մեր երկրպագուներին աջակցել մեզ ուժ ու էներգիա տալ, որովհետեւ իրականում ֆուտբոլի նպատակը հենց երկրպագուն է, ֆուտբոլի ամենակարևոր դեմքերը ինձ համար ամենայն դեպս դեմքերից մեկը երկրպագուներն են, որոնք իմաստավորում են այս խաղը։ Դրա համար կոչ եմ անում ներկա լինել եւ քաջարել մեզ։ Շնորհակալություն պարոն Օսեյան, շնորհակալություն բոլորին։ Շնորհակալ եմ։